Փաշինյանի ուղղությամբ խնձորն է տած 71-ամյա արցախցին չի փոշմանում արածի համար, եթե նորից տեսներ Հայաստանի վարչապետին, հաճույքով մի երկու բառ կասեր։ Կասեի, որ հրաժարական տուր գնայց ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս գցել, հատե էձևի, մեզ ես ինչ օրս գցել արցախցիներին, ինք չի գցել ես օրում ես, ինչի համար եմ ես խնձորը ինչա գցել, ինքն է զորը գցել, սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել ենք ընկել։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված չի համարել Ալբերտ Արստամյանին մեղսագրվող հանցակազմի առկայությունը, արդարացվել է տարեց տղամարդը, նա խուլիգանության համար էր մեղադրվում։ Իր արածը բողոքի ակցիա է անվանում 71-ամյա արցախցին։ 2024-ի օգոստոսին է եղել դեպքը, Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում, հորաքրոջ տնից դուրս եկած Փաշինյանի վրա 9-րդ հարկից էր խնձոր նետել տղամարդը։ Մարիկիս ծնունդն ալալ, իսել է թերաստացուցով նայում, տեսեմ ինքը հեծանի վիցի ջնում է, ինչ խաշլամայ ավտո, ինչ ասա այդ կանալը փոխի, դուրս եկա բալկոնու տեսա կաղանաց, ասում ես ինքն է ջրանացի, Չիսն ասած կարտոշկա է մզել, կարտոշկան չշարեցի, խնձորը մոտիկար խնձոր թվերս։ Հայաստանի վարչապետի թիկնազորը ենթադրել էր, թե իրենց ուղղությամբ նռնակ են նետել, անմիջապես պառկել էին գետնին։ Այն ինչ եղել է խնձոր նետելուց հետո դատապարտելի է Ալբերտ Արստամյանի փաստաբանի համոզմամբ։ 71-ամյա արցախցու երկու աղջիկներին ու թոռներին իրենց կամքին հակառակ տարել էին ոստիկանություն, պահել մինչև լուսաբաց, մանկահասակ երեխաների ներկայությամբ խնձոր գտնելու համար խուզարկել նրա վարձով տունը։ Այսօր Ալբերտ Արստամյանին արդարացնելու դատավոր Արման Հովհաննիսյանը ոչ միայն ցույց տվեց իր մասնագիտական բարողությունը առհասարակ ցույց տվեց, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը եւ ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է գործել կարծիք արտահայտելու, ազատ կարծիք արտահայտելու իրավունքը։ Փաստաբանը գրեթե վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի առաջին ատյանի դատարանի որոշումը, բայց հույս ունի, որ վերաքննիչ դատարանը կվերահաստատի Ալբերտ Արստամյանի արդար լինելը։ Եթե դատախազությունը բողոքարկող չլիներ, ապա առհասարակ դատարանում կհրաժարվեց աբսուրդի հասնող մեղադրանքից, այնուամենայնիվ, ինչպես երևաց հանրային մեղադրողի դատական նիստի վերջում, այսինքն վերջին դատական նիստում կատարված իր հայտարարություններից եւ հետագա ելույթներից, ինձ համար ակնհայտ է, որ դատախազությունը կբողոքարկի։ 71-ամյա արցախցին, որ տուն-տեղ գերեզման է թողել Արցախում, չի հաշտվում, որ Երևանում վարձով տանը 8 հոգով են ապրում։ Հայրենակիցներին խնդրում է չվախենալ, դուրս գալ պայքարի։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։